Բարև ձեզ, դուք դիտում եք 1000-ից հաղորդաշարը։ Պատմությունը, որ այսօր ձեզ ներկայացնելու ենք, իմ կյանքի ընթացքում երբևէ հանդիպած ամենածանր ու ամենացավոտն է, որ թվում է բանական էակը ունակ չէ հաղթահարելու, բայց Մարետա Ավանեսյանն այսօր մեր տաղավարում է։ Պատրաստ է եւ ուզում է խոսել իրեն բաժին հասած դժբախտությունների ու դժվարությունների մասին։ Մարետա Ավանեսյանը կարճ ժամանակահատվածում կորցրեց ամուսնուն, հետո զինծառայող որդուն, իսկ 2023 թվականին Ստեփանակերտի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը խլեց մյուս որդու եւ թոռան կյանքը։ Մարետա Ավանեսյանը հայտնվեց հոգեբուժարանում, բայց ուժ գտավ ապրելու, որ շիրիմներն առանց ծաղիկ չմնան։ Մինչ կսկսենք զրույցը, ուզում եմ հիշեցնել, որ նախագծի գործընկերը Ձերժավա ընկերությունն է, որին շնորհակալություն եմ հայտնում նախագծին աջակցելու համար։ Իսկ նախագիծն այսօր նաև կարևոր գործ է անում։ Շատ մարդիկ դիտելով հաղորդումները անհատապես օգնում են մեր հյուրերին։ Հետևաբար ձեր դիտումը, մեկնաբանությունը եւ տարածումը շատ կարևոր է մեզ համար։ Դրանով ոչ միայն ձեր մեծ ներդրումն եք ունենում հաղորդման զարգացման գործում, այլ նաև մեր հյուրերի խնդիրների բարձրաձայնման եւ լուծումներ գտնելու հարցում։ Տիկին Մարետա, բարև ձեզ։ Մենք զրույցը դեռ չենք սկսել, բայց ես էլ հույզերս արդեն դժվարությամբ եմ կառավարում, որովհետեւ նույն օրն ամեն օր նույն օրն է։ Ձեր պատմությունը շատ ծանր է եւ թվում է թե մեկ մարդու համար այսքան դժբախտությունը մի քիչ շատ է։ Տիկին Մարետա, եկեք սկսենք սկզբից, որտեղ եք ապրել եւ ինչպիսին է եղել ձեր կյանքը հին եւ բարի ժամանակներում։ Ես ապրել եմ Հադրութի շրջանի, ծնվել եմ ապրել եմ Հադրութի շրջանի Մեծ գյուղում, ամուսնացել եմ նույն գյուղի Հակակու գյուղում, նույն շրջանի Հակակու գյուղում։ Ունեցել եմ շատ ծանր կյանք, պատերազմի տարիներին։ Երեխաներ ունեցել եմ պատերազմի տարիներին, շատ դաժան, շատ ծանր, շատ դժվար։ 3 երեխա եք ունեցել։ Ամուսինս անդադ պատերազմում ես խնամում էի եւ երեխաներին եւ 70 տարեկան կիսուրիս, որովհետեւ ինքը շատ ուշ ամուսնացավ, երեխաները շատ ուշ ունեցավ, ինքը արդեն շատ ծեր է, ես շատ ջահել, երեխեքը մեկը միս հետևից ունեցավ, պատերազմ էր, առաջի երեխան ունեցավ 85 թվականից 88, 91, մեկը 93 թվականին, բոլոր պատերազմի տարիներին երեխայք ունեցավ։ Ամուսինս անդադ պատերազմում էր, շատ ահավոր է այդ թվականներին։ Ես ոչ մի տարիներից մեկը մեսից չեմ կարող տարբերել, մնաց հավալին հիմա էլի նրանց անցած այդ տարիների երանի եմ տալիս, քանի որ ապրուստը դժվար էր, բայց դու բոլորով հույսով դեպի լուսավորություն, դեպի ապագայի պայքարը, որ լավ կլինի, պատերազմը կբարձրի, կհաղթահարենք սովից, չգիտեմ ցրտից ամեն ինչի շատ դժվարությունների միջով անցա, միջև այդ երեխաների մեծացրեցինք, բոլորը մեծացան, բոլորը բարձրագույն ավարտեցին։ 2 տղա, 1 աղջիկ, չէ՞։ 2 տղա, 1 աղջիկ։ Դից 2093 թվականին ծնունդված Մանվել Ավանեսյանը փոքրուց էր 7 տարեկանում, պատերազմի տարիների ոչ բիզին կար, ոչ մի բան կար, շատ ծանր հիվանդացավ, ինձ թվաց, ինձ ասեցին, որ ընկել է, բայց իմ երեխեքը կիսուրս էր պահում, ես անդադ դրսերում էի, խոտ էի հարում, անասունն էի պահում, ամուսինս տուն չէր գալիս, գնում էի ջաղաց, ալյուր էի անում, այդ երեխեքին հետ մեզ կիսուրս էր պահում, ես մենակ այնքան ցավ եմ ապրում, որ երեխաներիս հետ չեմ ապրել։ Ծանր հիվանդացավ, ուզում էինք հասցնենք Հադրութի շրջան, որ փրկեինք, հասակ ընդեղ ոտով, ձիով, ասեցին, որ չի մահացել, բայց ծանր է։ Միաժամանակ դեց, Պադվալայի պամիշենում պահեցինք,
Հետո եկանք տուն, երեխան արդեն էլի վատ էր, տաքություն բան, չեն հասկացել, որ իր մոտ ինֆեկցիա է անցել, մայրական կաթ չեմ տվել, որովհետև ես տուն չեմ մնացել, իսուր մայրիկը կովիկաթ տենց շշով բանով դնում էր փեջի մոտ, չգիտեմ, թունավորումից է, սկզբից ինքը այդ հիվանդությունը ստացել։ Դրանից հետո երեխին սկսեց չքայլել անդադակությունա տալիս պարկած 7 տարեկան առաջի դասարանում եկավ տես ծանր հիվանդացավ։ Այն թվականներից մինչև 2019 թվականը ես տանջվեցի այդ երեխայի ձեռը։ 90-ական թվականներին փոքր տեղից զորով մի կերպ հարևաններից վանից փող պարտկանելով վերեք հասցրեցիք Հայաստան, որ ասեցին իր մոտ տուբերկուլոզա ինքը չի քայլում, բերեցին Ամպոյանի դիսպանսեր, որ պիտի երեխա կեսը կտրեին, հետո ինձ ուղարկեցին նախարարություն, ասես գնա ուղղագիրը բեր, որպեսզի անվճար լինի, պետպատվեր լինի։ Այնիշ գնացիք հասանք ընդեղ, ասեցին, որ ինքը տուբերկուլոզ չի, ընդամենը ոսկորային քայքայում այնց ուղարկեցին պլանի գլուխ։ Ցուրտումոտ տարիներ էր, ոչ մեկ չկար, մեր հետևից եկող, գնացող։ Ինչքան մնացիք հիվանդանոցում, ինչ բուժում ստացաք։ Շատ, ինչքան ասես շատ։ Վճարովի հիվանդանոց էր, եթե ինձ լսում են այն ժամանակ պլանի գլուխը վճարովի հիվանդանոց էր, առաջի անգամ տեսնեն երեխուն ստուգելուց 5,000 դրամ վճարեցի, դրանից հետո տեսա, որ հակի շորերը ձմեռը ես բարակ, ծնծորիներով երեխան է նույնպես, ասեց, նույնիսկ արդեն հացի փողոն չունեինք, երեխեն հաց ուզես մի երկորսի դժվարություններով հաղթարեցի, արդեն տեսա, որ ճար չունեմ, ծանոթ չունեմ, գիշերը գնացի կողքի հարևանի պլատից թաքուն հաց կողոցա։ Բերեցի երկու երեխին հացով պայթեց, ես մամդոք երես ասեցի, այնքան ցուրտ էր, որ ես չեմ զգացել, որ գիտեմ, որ այն ատաբլենի չեմ վառում, բայց ես գնացել եմ մեջ գտնեցի են դեմ տվել, հակի շորերը բարակ, ոտերս բարակ մրսում եմ։ Երեխին աջալով փաթաթել եմ, ասում եմ, որ ինքը չմրսի։ Սենց տարիներին ես քանի տարի անցել է, մամերի միշտ հիվանդանոցներում է եղել։ Երկար ժամանակ այդտեղ պարկեցիք, լույս չկար, իրոքից Հայաստանում էր ճգնաժամ էր, ինչպես կար Ղարաբաղում, նույնպես էլ կար Հայաստանը։ Հազարով մի կերպ յոլա գնացիք, տեսան, որ մեզ օգնող ձեռք չկա, գումար չկա, քոլոյա Կարինը, չգիտեմ, կենթանի է Աստված նա շատ պահի, գրեց տեղ ընդեղ դիմեց, որ պիտի երեխուն անվճար վիրահատեք, ծանր վիրահատություն է, երեխուն վիրահատեցին, սերի հիվանդանոցները տարիները մնացել են, այդտեղ հիվանդանոցը վիրահատում են, գիպսավորում երեխուն, ինձ ուղարկում է Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը, ես տարիներով գյուղ չեմ գնացել, գնում եմ դեղ գիպսը հանում են, վերականգնողական կենտրոնում, ապրում եք, մնում եք, երկարվարությունը պիտի անեն, որ երեխայի բաները, հոդերը բացվի, մարզում էին, իստեղ ընդունեցին որպես խոհարարի օգնական տեսան, որ չկա որ ընտանիք եմ, այդ մի երեխեն էլ տնա հոր հետ, այդ տարիներ էլ աղջիկս էլ ուսանող էր, գրեչը տեսա մեր կյանքը, ես մեկ եմ, ես ուտեղից եմ պողոտ ամուսնացավ, ասես որ տեսա, որ մեր վիճակը շատ վատ էր, կաշկոն կոր այդ գյուղի հետ կապ չունեցա, տեղ աշխատեցի, տեղից այդ ամին աման ճաշից բանից, ինչ ավելանում էր, դուսնում էի ամանի մեջ, բանկի մեջ, տելեֆոնի մեջ, մեր մեր ուղարկում էի գյուղ, որտեղ երեխեն ուտեր։ Այսինքն դուք մանվելի հետ էիք, Մանվելի հետ ես մնացել Ստեփանակերտում, մյուս երկու երեխաներ, մեկը աղջիկն արդեն ամուսնացել էր, մնացել էր Գարիկը տուն հոր հետ,
Կիսուրիս հետ ուղարկում էի իրան գեղոտում էին, ոչ գյուղում կար, ոչ քաղաքում կար, ոչ միտեղ ոչ մի բան չկար։ Ես տարիները մնացել եմ տեղ մտել, ուղարկում են Հայաստան, 4 անգամ մամել է վիրահատվել է։ Պլաստիկի վիրահատություն է կարել երկաթով բանով հավաքել, որ երեխեն տարիներով չի կարա քայլի։ Միշտ պարկաս վիճակում էր, դրանից հետո տարիներ անց շատ ահավոր ծանր տարիներ ապրեցինք, վարձով մնացինք երեխայի հետ, կես Ստեփանակերտ, կես Իվանյան, ուրիշի տան էիք մնում, վարձով էիք մնում, դրանից հետո տանտերի եկավ, ասեց ծախում եմ, հարուստ մարդ էր, մեզ այդքան գումար չունեիք, որ տունը առնեիք, մեզ հանեց տնից, գնացինք կիսակառույց ադրբեջանացու պատերի, քանդված պատերի գլուխի քիչ տանիք ծածկեցիք, դառա խրճիթ, այդ խրճիթը մնացիք այդ երեխու հետ։ Տեղափոխվեցիք Իվանյան, պատկերացրու, որ մեջի ցեխի կանում պատդնում, սվաղում եք, մեջն մնում եք այդ խոնավության մեջ, տարիներ, 10 տարի մնացել եք այդ խրճիթը։ Տիկին Մարիետա, հիմա ձեր նկարագրածը իրականում շատ ծանր պայմաններ են, բայց գոնե բոլորով միասին էիք այդ տարիներին։ Եվ դրանից հետո արդեն կարճ ժամանակում կորցրեցիք ձեր հարազատներին նաև։ Առաջին ամուսնու մահն էր, որ ձեզ ցնցեց։ 2001 թվականին մենք տեղափոխվում ենք Իվանյան, միջև որ մեզ հավաքեցինք մեր ամյացավը տեղետ երեխեներ, որ ոչ քայլում, ոչ հնարավոր, ոչ աշխատեն։ Տնային ուսուցում գալիս էին տանը տալիս, միջև ուսուցիչները պարապում էին գնում եմ ստեղ դե մի քիչ մաքրություն բանանում ուրիշների համար, որ օրվա մի հացը, մի կտոր հացը ես աշխատեմ, ամուսնուս աշխատավարձի չէր հերիքում։ Գարիկ որդիս տեսա, որ մեր կյանքը շատ դժվար է, ասեց մամ, ես կգնամ ծառայողական։ Չգիտեինք, որ ինչ խոսայինք, հայրը ասեց շատ ծանր է դժվար, բան ծառայությունը մի գնա տղա, ասեց պապ ջան, ես կուզեմ գնամ որ ձեզ օգնեմ։ Պայմանագրային զինծառայող էր Գարիկը։ 9-րդ դասարից դուրս եկավ, չէ, գնաց Քրիստոֆոր Իվանյանի այդտեղ զինվորական վարժարան կար։ Մի անգամ ես նվիրվեց այնտեղ, որ ինքան ցավալի էր, որ հիմա հիշում եմ, թե վատ էր, թե լավ էր, ոչ մի բան չի ասում։ Որ գնում է իրան տեսակցության տեսնեմ ոնց է ինչ էր։ Լատիկներով էի գնում, մա։ Մի արի ես լավ էր, ամաչվում եմ, որ լատիկներով ես գալիս։ Շաբաթ կիրակերը չէր գալիս, որպեսզի ինքն է սնվեր, թեկուզ, բայց բաց էի թողնում, որ ինքը տուն գալիք չի եկել։ Մեր ամբողջ հույսերը, ջանքերը դրել եք, որպեսզի մամելը ոտքի կանգնի, որ քայլի։ Ասեցի, ես կմեռնեմ, բայց չեմ թողնի կալասկի վրա։ Այդ տարիների Երևանում ես մուրասկանություն եմ արել կալասկով։ Ամեն ինչի գնացել եմ, որ մամելը չմնա կալասկի վրա, ես որ փոքր ավաղը կմեծանա, ես չեմ լինի, իրան պահով պիտի լինի։ Արդեն հենակներով քայլում էր, մենք արդեն ապրում ենք Իվանյանում այդ խրճիթում։ Հայրը տենց ինքը որպես լավազատամարտիկ լավ կռիվանող չի պատկերացնի, որ ինքը ոչ մի տեղ բողոքած չկար, ոչ հիվանդացած կար, ինքն է գոսպիտալում էր աշխատում, բայց բժիշկներից չէր օգտվում։ Չգիտեմ իր հետ ինչ կատարվեց, գիշերվա մեկին իրան նենց ինսուլտը խփեց, նենց շպրտեց, սկսեց դռան առաջը։ Ես իմացել եմ, թե վերևից քար անգել գետին ինքը թափով մարդ է, չեմ պատկերացրել, որ ինքն է, իր հետ քնած էինք։ Ասում եմ, բան չկար, լույս չկար տանը, ես եմ անում, թե իրան ասեմ, մաղճակալին ասում են, դոլսեց իրեն, դոմ փոցով երկաստես են ինչա, ինչքան ձերս տանում եմ, չեմ գտնում իրան, ասում եմ, բայց որ գնաց, բայց դոմ փոցով տեղից եկավ։ Վերև կենում, լույսը վարում տեսնում ինքը
թպրտում է, չեմ կարողանում հասկանալ, ոչ կարողանում եմ վերցնեմ, ոչ կարողանում եմ օգնեմ, ծանր մարդ է եղել, ես ու մամեն եք տունը Գարիկն էլ արդեն Երևանում էր սովորում, չէ ներողություն արդեն ավարտած աշխատում էր դիրքերում էր։ Մինչև իրան հասցրեցի քիվանդանոց, այնտեղ մահացավ։ Ասում է ինչի եք իրա շարժել, իրանի սուրտ էր խփած։ Դե հո չեմ թողնելու բերանի վրա անկած, պիտի շրջեմ, պիտի իմանաք տեսնեք ինչա, գիշերվա կեսին հասցրեցի քիվանդանոց, զայլիցիկ, որ որդին գար տեսներ, եկավ տեսավ հայրը մահացած։ 6 ամիս չանցած, հորմա եկա ծանր եք տարել, որ անասելի էր։ Ես այդ տարիներին խանգարվեցի, ասեցի, բայց դու ես ոնց կարամ ես երեխերքին պահեմ, դու չկա, աշխատող ձեկ չկա։ Երեխենը 2 տարի, մի տարի որ աշխատում, 2 տարի որ աշխատում է, 3-րդ տարում ազով է։ Երեխեն ասես, մամ ջան, վախենում եմ քեզ կորցնեմ, ես կարեմ ամեն ինչ բանարա հուսահատվիր։ Կողքն էլ շենք էիք սարքում, որ այդ խրճիթի դուրս կա առաջարկ սարքել էիք, դե շինարարությունը բանը թափած, ես հոգեկանս խանգարված չէի կարողանում որ աշխատեի, գիշերը երեխեն գալիս է պոստերից հարցնում ընկերներից, փախչում գալիս է տեսնում, ես կեղտոտ չորերը, մազերս չէի սանրում, հաշ չէի ուտում, նկարվեցած ընդհատ։ Ամուսնու Ամուսնուս մահանել հələ 47 տարեկան։ Չկարողացա տանել իրա մահը, շատ ծանր եմ տարել, հարևանները գալիս էին ասում երեխետ էնա պոստերում, երեխեն էլ եկավ իսկականից խնդրեց, ասես մամ ջան, ինձ խճա, ես դիրքերում եմ, Արտունի 3-րդում ամենավատ պոստերումն եմ, ինձ խղճա մամ ջան, ամեն անգամ չեմ կարողանում կամ տես գալիս էին ինքը մամելը, ինձ կերակրում էին, դնում էին տաշտակի մեջ լողացնում եք անեմ, իսկ գործերն առաջի արված ես իրենց եմ ստացել։ Ինչպես բա ուժ գտաք ձեր, հետո ինչպես նորից կարողացաք։ 6 ամիս տես խառնված, երեխեն գնաց վարկ վերցրեց, ասես, դե մտածում ես, որ անհամար կամ չի կարողանալ ապրեք, ես կգնամ վարկ կվերցրեմ արխայի մնամ, ամենա խնդրում եմ, որ ոչքի գաս, ես չեմ կարող քեզ տեսել այդ վիճակում։ Երեխան վարկ վերցրեց, եկավ սկսեց այդ տունը շարքենը։ 6 ամիս անց դեկտեմբերի 8-ին երեխեն 8-ին ժամը 8-ին զանգեց, ասես մամ ջան, վաղ ես կգամ նորությունով, ես բանի կոչում եմ ստացել, կամանջիրոտ եմ դարձել, բայց հաջորդ մենափոխումին աստվերով կգամ կապիտանի կոչումով, ինքը շուտ կազմակերպեց մի աղջկա հետ, կապվեց, ասեց, համ սիրած աղջիկս կբերի ցույց կտամ, ամեն, ես կգամ մենափոխում կանեմ։ Ուտանցքս գարիկը սովում է, ես չեմ իմանում, բայց տարոտում եմ, ասում եմ ամեն անի տնից փախչեք, ասում մամ ջան ուր գնաք, ասում չի գիտեմ, սիրտս տրաքում է, մեջքս վառում է։ Այսքան զգացել էիք, բայց Ես զգացել էի, հա, գնացել եմ, որ բոլորը գիտեին, բայց հարևաններն են չէին ասում, գնացել եմ, որ ասում էի գնաք մին հարևանի տուն, ընտրտեցում էի փակել դուռը, չէին բացում, բոլորը գիտեին, ասում եմ ես բոլորը քնել են, որ չեն բացում ամեն, ասում եմ մամա դե որ չկա, գնաք տոր, մարդ չկա, եկա այդ ցեմենտար, գետինի ցեմենտար ասեմ, ուզում եմ ես ցեմենտի վրա պարկեմ, մեջքս վառում է, մամի կամ ինձ վրեժ ջուրն ցրում, կամ մեջքս վառում, մամի ես չեմ կարող քեզ վրա այդքան սառը ջուրն ցրեմ, պարկել եմ ցեմենտի վրա, ասում եմ մեջքս վառում է, վատ եմ մեռնում եմ, ասում եմ մամա քեզ ինչ եղավ, գիտեմ որ վատ է, բայց ես վատ, երեխեն չի իմանում, թե ինչով ինձ օգնի, մարդ էլ չկա, հարևանները ոչ մեկը գիսան գիտեի, որ գարիկը զոհված է, բերել Ստեփանակերտում 2 օր մորգում պահել եմ, բայց չեն կարողանում որ ինձ ասեն, որ պիտի երեխեն բերել հանձնել հողին,
ասացի ոչ մի չի կարող դա բանասեք ժողովուրդը մտած կորը հետևից ես չգնաց ասեցի պիտի գարիկա կա ես ասում եմ իրան չեմ բաց է որ անհասանելի է լինում միշտ ասում ամամ դիրքերը անհասանելի է լինում մի մտածիր չի զանգում անաս չեմ մտածը որ ինքը չկա Skoro եկավ ինձ սրսկեցին չզգացի կարիք դիակը ворց մերեցին ոչ մցրեցին պատուհանով դուրել չկար ամայը այդ պատուհանով կոտրեցին կարիք դիակը նայեցին այդ խրճիթի մեջ ասեցի չի կավակվել Բոլոր լաց են լինում, բայց էլի չեմ հասկանում, որ կարող կարեկը մահացած լինի, զոհված լինի, որովհետև ինքը միշտ հուսադրել է ինձ երկու ցավը միասին մի տարում ինձ գետին հավասարացրեց Էր վիճակի չեմ, ոչ կարողանում եմ Չի վիճակի եմ, ոչ հետերիխ եմ, բայց ես հիշում եմ, որ գնացի Դեղ պատվակա, որտեղ մեր կարտոշկեն բանը կարը թիլին, հայելին, խպեցի, ջարդեցի Եզում էի, որ ինքնասպանություն գործեի, այդ ձայնի վրա ձերս ոչ իմ բան չկա Այդ ձայնի վրա երիխեն կանջիներով եկավ տեսա, որ ես փորձ եմ կատարում ասես մամջան, բայց վես թոկում Լեկին Մարիտա դուք նորից հոգեբուժարանում հայտնվեցիք Նորից հոգագարիկից են նորից հոգաբուժարանը հայտնվեցի ես Աղջիկս ապրում է Ստեփանավի Մարտունի երկրորդում ամուսինը դեղաֆիցեր էր տեղափոխվեցի ես հիվանդանոցում եմ ավելի խլամելու համար ես արդեն ի վիճակի չեմ Տարիները պարկել եմ ամիսներով ասում եմ տարին սաղ պարկելա խոց հերադարձել որց ոչ ուտում էի ոչ խմում էի ասում եմ ես կարեկիս եմ ուզում ես կարեկիս եմ ուզում ես չեմ մացել հնավոր հետևակները ավելի սարսափելի էր դրանից հետո ուշ կտա պետությունը մի միլիոն դրա փող տվեց որ գերեզմաները հոր իրա գերեզմանները տատավար չկա վերկասայի սարքեցի գարիկ ինչ տվեցի որ տանի եղբայրական ասեցի ես չեմ կարող մենական գնամ դեղ կամ ստեղ թմնա հորը հետ իրա ջահել հորը կողքա լինի դեղ Իվանյանը հարկավորեցի քարերի դրեցի Մի տարու ցավեր ես չկարողացա որ ինձ հավաքեի հետո վերկացա սկսեցի աշխատել ասեցի բայց երեխեն ես իրոք որում թողնել ինչ անեմ Այսքան այդ ժամանակ էլ մանվելը ձեզ ուշ տվեց Մանվելը ասեց որ դու քեզ ինքնասպանություն եթե ինքնասպանություն գործես մամ միսել ինձ կանեմ խնդրեց որ մամ չանես ասեցի լավ մեղքս եկավ չարեցի Աղջիկս եկավ գորը հետ եկավ գորը սովորում էր 5-րդ դասարանը աղջկա մեծ точно место основան էր 5-րդ դասարանից հետ էր ապրում միասին ապրեցինք 14 տարի իրար հետ դրա համար եմ ես համարը որ 3 տաղ եմ կորցրել այնքան նման էր այնքան ջերմտություն տվեց այնքան ինձ հուսադրեց որ տատի ամեն ինչ լավ կլինի ես կարիքերի տեղը կծառայեմ մենք քեզ չենք թողնի սենց ուշ տվեցին ապրեցի բայց կարիքի ցավը ամուսնուս ցավը երբեք ինձ հետ քաշ գալով որ մնում էի յողում ամենթատ գնում էի իրաց գերեզման տեսա որ չեմ կարողանում առանց գերեզման մնա տեղափոխվեցի քաղաք դեռ դոշկա վերցրեցի սկսեցի առևտուր անելը որ իրիկուները տուն գամ չգնամ հայրիկի գերեզմանով շատ չգնամ էի անդադ զբաղվում էի մամելին վերեցինք վերջակամ իրահատեցինք մամել արդեն նորմալ քայլում էր թե ուրիշ տարբերակ չունեինք ապրում էինք պարզավոր կյանք շարունակվում է ապրեցինք Մինչև 2020 թվականը Մինչև 2020 թվականը պատերազմի ժամանակ
Ես մինչև իմ ապրանքները շատ է որ պիտի գայիք դուրս գայիք մի շաբաթ ասացին որ Հայկազովի ճանապարհները պայթեցրել են ոչ մի տրանսպորտ չկա չգնացի զանգեցի իրաք ասեցի մեկ պատվալներում ես դուրս էի գալիս ընթացքում ապրանքներից ծախում էի դիրքեր գնացող պատերազմագնում ձերի բաժանելով կես փողով ես մեկ եմ ես արդեն խանութները բոլորը փախել են բան բայց ես համ չեմ կարողանում տուն գնալ ամել ապրանքներ շատ ունեի Համելամ ասում մի քիչ թեթևանա որ գնամ տուն մի շաբաթ տևից եկա աղջկաս ամուսինը ասեց ձեզ տանեմ ուղարկեմ գնացեք Հայաստան գնալով թեժանում պատերազմը եկան անցագրային կետով իրանք գորը անչափահաս է 18 չկար իր ընտանիքը տեղափոխվեց արդեն բոլոր կռովողները հարուստները երեխերքը տղամարդկանց շատ դուրս էին եկել անխնա գնացել են բաց էին թողում եկան հասան ինձ այդ երեխան ոչ ծառայացա ոչ հաշվի առան ոչ ծնող չունի եղբայրի զոհված է բաց չթողեցի մեզ ինձ իմ երեխուն բաց չթողեցին հետ տվեցին ասեցին դու գնա քո աղջկա հետ բայց պիտի տղադ հետ գնա Հետ ասեցի իմ երեխան ես չեմ կարա թողնի որ գնա ասма թող գնա բանակում կարտոշկա մաքրի ես մեկ եմ իսին արդեն մարդ չկա Մանվելի մասին է խոսքը Մանվելի մասին է խոսքը դες չքան էին անարդար ասեցի ես բաց չեմ թողնի իմ երեխան որտեղ են ես եկակ այդ պատերազմի ժամանակ անտանելի ինչպես տեսել եք ինչպես տեղյակ եք Ղարաբաղում ինչ պատերազմներ գնաց Եթե Ադամի կողմից եկած լինեին, մենք պիտի ոչնչանայինք, իրանք Շուշիից են, Հադրութից են սկսել։ Մենք մեզ էլ տեղափոխել էին այդ ինվալիդները, ծերերը, դες մնացել այդ մարդիկ, բայց առողջ մարդիկ շատ հիմա անիծում են մեզ ասում դուք եկել եք ստե քեֆեր եք արել, ասում են որ իմ մոտ մի ասեք, ես ասում եմ թե գնամ կորեմ Ոչ քեֆանող եմ եկել է ոչ իմ երեխեքն են ազատվել ազոհված են մեկն է ինվալիդ մնացել եմ Արցախում ես ինչ միտք ունեմ որ հարուստները իրաց երեխեքը այն վաղտ ազատ էին գնում էին բոլորը փախչում էին եկավ մի շաբաթ անցավ արդեն չէին թողնում ասում մարդ չկա կռիվանող չկա Այդ ժամանակ գոռը դեռ ծառայության մեջ չէր, չէ՞, Չէ, գոռը չափահաս էր անցավ եկան Հայաստան։ Եկավ Հայաստանի սովորում էր անչափահաս էր 18 չկա սովորում էր համասարանում։ Հետո եկա պատերազմի ավարտից հետո գոռը նորից հետա վերադարձել։ Նորից հետ եք եկել, հա։ Մենք այդ 44 օրվա պատերազմի ժամանակ մանվելի հետ մնացիք այդ պատվալները խնդրեցի տղամարդիկ առանձին էին քնում ենք աշխատում էինք բանակի սպահածոների փակելու գործարանում վերևում, բայց պատվալում էինք մնում որ խոփում էինք մնում էինք պատվալ որ չէի խոփում աշխատում էինք խնդրեցի այդ վարիչին ասեցի կուզեմ որ մայլը գա իմ հետ քնի ասма ես միշտ մտածում եմ ասում եմ էսա մեկ էլ կուզով եմ մեկ էլ դարձ մամելներից համար չի մտածում ասեցի խնդրեցի ասեցի թող իմ երեխան գա իմ հետ քնի որ կուզով եք միասին թոզով եք ես չեմ կարա իրան մահատեսնեմ ինք տեսավ որ միշտ ես մտածում եմ միշտ դուրս էին հանում պատվալից արես տակաշնչառություն տալիս որ ես չմեռնեմ ասես հա թողա Մահվելը չէր քաշում որ գալիս է կանաց բաժինը ինձ հետ գետնին վախենում էի որ գնանք գոնե մին դոշակ մերի գետնին էիք հավասի վախենում էի թե դուրս գայիք այդ պատվալից ընդհանրապես էի ինձ էի վրա այդքան ժամանակ 44 օր մնացիք ամսի 7-ին էր չէ հիշում точно որորներ որ արդեն Արցախը լրիվ տեղահանեցին ասեցին արդեն մտել է Ստեփանակերտ Եկան պատվալներից բոլորին հավաքեցին աղբերս էլ եղբայրս էլ Հադրութից եկած էր իր ընտանիքը գնացին ինքը որպես 67 թիվեր բայց ինքը ընդունակ էր պատերազմի զինքոբանով մնաց իմ տունը մեր հետ մնաց պատվալում իր ավտոյը դուրս եկակ կես ճանապարհին
Մեզ էլի եկան դեմներս կտրիս հել Արցախում բան անվտանգություն են բաներով դուբիկաներով մարդկանց խփում են անձրևը թափվում է դուրս եկեք այդ ցեխի միջան ասա պիտի սա հետ դառնա այդ ճանապարհը նե սպիտակել ավտոներ ենքան իրար կից եկել են հասել այդ որտեղ պիտի բաժանվեք գնանք Մարտակերտի կողմերով պիտի գայք հəl այդ վաղ թուրքերի տեղ չեն վերցրել ասма սուտա պիտի հետ դառնանք ով որտեղով կարողացել է ճանապարհը ճղելա գնացի չեք իմանում որտեղ է գնում բայց ասեցի գոնե այս անգամ լինի իմ երեխան վերցնե փախչեմ Էլի չկարողացեք որոշներին ոչ մեկը ով կարողացավ փախավ չկարողացավ ախպերս քշես չգիտեմ ասես դրոմբոնի մոտեր իր հաթեր գյուղում իր աղջիկը մնում ասես գոնե տեսնել ճանապարհը գտնում եմ ձեզ տանեմ թողեմ այնտեղ մնացածը հետ գնացին ինչ արես ինչ չգիտեմ մեկ է ճանապարհում մեզ տարավ եկակ հասանք կես ճանապարհին էլի կանգնացրեցին թե երեխան իջացնում եք պիտի հետ գնա Արցախ ազնվոչամ ասեցի երբ որ դուք իմ երեխան իջացնեք ես ձեր մոտ ինձ կասեց կոմիս կսպանեմ ես կգնամ են ավտոյի տակը պարկեմ ես շեմ թողնեմ երեխան տանեք Պետերը բոնաց եկացել համարյա Հայաստանի սահմաններ ասում եմ մի սպանեք իմ երեխան մի տվեք մի տարեք մի իջացրեք ասում սախետ է դարձել ասում եմ 10 թղթերը ցույց է տալիս ասում եմ երեխան աչմատաղ Քչի ուստի մենակ մնա Հայաստանի մի հատ կապիտանի կոչումով ծառայողական եկավ ասես չեք տեսնում ես ծնողի վիճակը ոնց է իրա մորթու թող այս մեկացնի թող անցնի ես չեմ կարող դիմանամ ես պատասխան կտամ իրան տեղը թող գնա ես երեխան վերցնի գնա Այդտեղ ճանապարհ դրեցին գալիս եք Հարազդան աղբորս երեխու տունն են գալիս այնտեղ իրա տունն էի դուրը բացեցիք որ մտնեք երեխանեք հաստարես տարավի ճանապարհներին չէր խոսում գիտեր չքան եմ ես մտածել ինքը բայց սաղիրա մեջ տարավ եկակ դուրը բացեցիք երեխան մի անգամից սևացավ որ գետնովը տվեց ասեց ես այստեղ մահացավ վախենում էի որ մամերի կորցն էի նույն օրը մնացանք մի գիշեր մնացիք մի գիշեր եք մնացել Հերթացիցի միացրեցիք, ասեցիք արդեն Արցախը հանձնվել է, վերջը Պուտինը, այս մեկը մյուսը խոսում են, արդեն պիտի հետ գնաք, մի գիշեր եք մնացել։ Այնպես են զանգում, ասում պիտի գաք։ Ոչ գիտեք որտեղով գնաք, ոչ գիտեք որտեղ Այսինքն հետ պետք է Արցախ վերադառնաք։ Պիտի Արցախ վերադառնաք, ասում եկեք, հիմա եկեք, ինքը աֆիցեր էր, թաժակառու էր, բայց կռվում մնացիք։ Մի գիշեր ասեցի գոնել են դոմդոփոցից երկու օր մնաք վատ եմ իրոք ես մահացել եմ քան 40 մահացել եմ հետ եկել ասեցի թո մի քանի օր մնաք ասես թե իմ ընտանիքը գա ասես որ քո ընտանիքը գա քո ընտանիքը իմ տունն է գնում ես ոնց կարամ չգիտեմ թուրքերն են հայերն են կանգնած ես չեմ կարող ես մին երեխան բաց թողեմ ես մին երեխան վերցնեմ գամ ինքը իր երեխեքով պիտի գնար Վատացա ինձ կորո կանչեցին ճոշումս եկա բարձրացա որ պիտի հետ գնամ ինքո քեզորո տեղավորվեցիք մինում ավտոյի մեջ տաքսու մեջ այդտեղ խամարդ էր քշես գնաց Կիրովական Նորից հետ գնացիք հետ եկանք դեպի Ջերմուկի կողմը գնացիք դեղ թուրքերն էին ճանապարհն է չգիտեք թե ոնց եք հասել Արցախ եկա դռնով մտա ես էլ տեղ արդեն անկավ որ պիտի մեռնեմ մեռնելու չեմ մեռնում հələ որ սաղի որ սասալը մոտ եկել է փրկվել դրանից հետո նորից կյանքը սկսեցի կապրել իրոքից ասեցի ես նորից եկա հասա իմ գարիկի մոտ վազեցի գնացի գարիկի գերից մանան երողություն խնդրեցի չոք ասեցի ես մամերը խաթը դուրս եկա
նորից Արցախը նենց աճեցրին, նենց զարգացրին, կարծես այդ 3 կռիվը տարում։ չի եղել, շինարարությունը եռում էր, ասֆալտապատում են, փողեր են վճարում ժողովրդին, մեծ փոքր 68-70, չգիտեմ, մեծ գումարներ էր, որտեղից էր, բայց ես լսում էի, որ ասում էին այդ գումարները Ալիևն էր ուղարկում շենքերը, Ալիևն է սարքում։ Ասում եմ ժողովուրդն էլի ասեկոսներ, ճիշտ կլինի, սխալ կլինի, չլսի լտովեցի, ասում եմ, բայց ինչի համար ասեցին, ով իմացավ, ումից դուրս եկավ, որ եկավ իրականություն դարձավ, ասում եմ, ես հարկում էին, որ Մարտունի Ստեփան Հադրութը բանը որ հանել է, որ տները պիտի բաժանեին ժողովրդին, արդեն բաները դրած, կահավորած բան, մի ժողովուրդը բողոքում էին, ասում է, Ստեփանակերտի հավերի բները մեկ մնում սենց, նույն թանգացումն էստեղ էր, Ստեփանակերտում էր 100,000 ես մեկի մեզ, խիչեք տները մեզ բաժանում, էլի նորից պատերազմը մի օր էլի նորից հարձակվեց, սկսվեց, չեք պատկերացրել, անսպասելի օր Այդ 2023 թվականին 23 թվականին էլի հարձակվեցին, չէ՞ երկու օրով կանգնեցրին պատերազմը, որ պիտի դուրս գաք, մենք չեք իմանում, ժողովուրդը չեն իմանում, լսենք, ոչ մեզ հայտարարող կա, ոչ բանասող կա, դուրս եք գալիս փողոցներից եք, մարդկանց եք բան լսում, լույս չկար, հեռախոս մտնեք, տելևիզոր չկա, լույս չկա, որտեղից իմանաք, դուրս եք գալիս փողոցից բան լսում, փողոցից լսելը բանա, հետո այդ Իվանյան գյուղի համայնքի գյուղապետը հայտարարում է, ասում է, ու մեքենա ունի, բենզին եք տալու դուրս են գալու, մեզ հայտարարել, որ պիտի Արցախը ազատեք, էլ իշտուն, էլ իշտեղ, էլ ումաշ կա աչքի է երևում, որ ենքա, որ բենզին տան դուրս գաք։ Մի քանի ժամ չանցած, մեկ էլ հայտարարել է, ասում է, ով ոնց կարողանում է թո դուրս գա, ով ոնց, տարիները մեքենաները կանգնած, փոշին նստած, ոչ մի բան չկա, ոչ մի շարժ չկա, սալերկա չկա, շարժ չկա, մեզ բան վերտայլետով չեն տանում, ոնց էստեղից բան չի, օպերայի մոտ չի, չգիտեմ, քաղաքից քաղաք չի, գորիս չի, թեկուզ, էլի գորիս, ոտով ոնց դուրս գա, պիտի կակ այդ անցագրային կետով հալա, անցագրային կետն է չեք հաշում, թե կթողեն սաղ կմնակ, թե մեզին դեղը, ասես, որ մեր նախարարը գնացել է Եվլախում, Ադրբեջանի դրոշի տակ մանարել, երթվել, որ մենք կազատենք, մենակ ցեղասպանություն չանեք, ցեղասպանությունից ազատի մեր ժողովրդին, դե հիմա որ ազար ներողություն լինի, էլի կասեք, հա, ոչ մի բան աշկի չի երևա, ասեցիք ենքա, որ մեզի տեղը հանեն, ասես բեզ ինչ կա, դուրս եմ եկել, ինչ տուն, ինչ երեխան է դուրս եկել իր համար, ասում են ստեղ են ծախում, թալանում բենզին եք հիմա բենզին եք, հա, քիչ է մնում, որ ավտոների տակը պարկեմ, ասեմ, մի լիտր բենզին տան, գնաք հասնեք քաղաք, գոնեն դեղից տեսնեք, ավտոբուս կա, բան կա, ոչ մեկ կանգ չի արում, գրզավիկներով են գնում, տրակտորով են գնում, երևի են, ով ինչ ուներ էլի, ով ինչ ուներ, դրանով դուրս են, ոչ մեկ չի, որ նենց են քշում, որ այն քամ արագությունից ես ուզում էի, որ ընկնեի տրանսֆերմեր տան, հետև, երեխաները մնացած չի վարած, ասում, ինչ անեմ, մամա, որտեղից գտնենք, գորնել 10 օր շրջափակման մեջ էր, արդեն ծառայության մեջ էր, համուսանող էր, այն շենքերի վրա, որ կառուցել են ինքը դպրարաբեր աշխատում, ինքը համասարանը գերազանց հավարտել է, այդ տարիքում ինքը պարարաբեր աշխատել, փողեր աշխատում էր և լավ աշխատում էր, համ սովորում էր, համ ավտո առավ, իր համար այդ տարիքում 20 տարեկանում քիչ գիտելիքներ չի ձեռք բերել, Եվ հենց 23 թվականին ծառայության անցավ։ Որովհետև ինքը ուշ գնաց, մի քիչ էլ դասերի մոմենտով ինքը ուշ ծառայության գնաց, 3 ամիս չանցավ, պատերազմը սկսեց, երեխաները բոլորը ազատեցին պոստերից, բաներից, ով որտեղ կար, ասեցին, որ իջնեք փախչում ենք, իրանք ցորի զորամասից էին, բայց վանքի չգիտեմ որտեղ էին ուղարկել իրանց տեղ, թե պահեն, թե պաշտպանեն,
իրանք ընկել են վանքի անտառները, չեն կողմնորոշում, Շրջափակման մեջ են թե մնացել։ ոնց դուրս գան, անտառներն են փախել, զանգում է, որ չեն հասանելի եք չի զանգում, թե խաբար չկա 10 օր, խաբարություն չկա, որ գորը չկա, դե արդեն ասում են, որ մարտինին մասնատել են զոհեր կա, աստե զոհեր կա գորից, վայն ասում նկապել են գորից խաբար չկա, մամիլը գրաժդանսկի ամոտներ, սա գորն է ծառայողա չկա։ Հետո մի գիշեր տեսակ առած հեռախոսի բան մնացած տեսակ գորը եկավ, երեխեն հալից ընկած, սոված, վախեցած, չեք պատկերացրել, որ գորը մտել է, քիչ է մնացել, որ գժվեին, որ չէիք սպասում, որ ողջ կգար, խաբարություն չկար։ Ասում է, բա, մեզ թուրքի բան, ասում է, մենք անտառներում էինք, ասում է, մեկ ձեների լսում, թուրքերը մտածեին այդ մասերում էին, ասում է, ռուսերեն էլ են խոսում, ասում է, եթե ստե զինվորական տեղեր, ասում է, եթե ստե զինվորներ կա, դուրս եկեք, ասում է, ռուսերենից ինքը հասկանում էր, ասում է, դուրս եկեք մեզ համ թուրքեր էին ասում, համ ռուսերեն էին ասում դուրս եկեք մեզ չենք մին պոլկ դեղ էին, մի պոլկ զինվոր դեղ էին, թե ծորը միշքան զինվոր կար, այդ պահը ես չգիտեմ։ Շատ զինվորներ անհպկորեցին։ Հա, դուրս եկեք, մենք չի կոտորելու, ասма չգիտենք դուրս գաք, դուրս չգաք, ճիշտ են ասում, սխալ են ասում, նորից է հայտարարում, ասма մենք գիտեք, որ դուք շրջափակման մեջ եք, սոված եք, ես ճիշտ եմ ասում, ես հայերեն չեմ կարողանում խոսամ, հայտարարում է, որ դուրս եկեք, մենք ձեզ չենք կոտորելու, ասма դե արդեն մեկը, որ դուրս էլ չգաք, իրանք մտնելու են, իրանք հետախույզներով մեզ շարեին, դուրս եկանք, ասма մեզի իսկականից բերեցին, նախ ջուր տվեցին, բոլորս սարավ էինք, 10 օր մնացել են, առաջ ջուր տվեցին, ասման ջուրը խմեցինք, հետո ամենքից մի բուտերբրոդ տվեցին, ասեցին մենք ձեզ ոչ մի բան չեք անում, գնացեք ճանապարհը ցույց տամ, դուք գնացեք, տանը գցեք ոտով են իրանք։ Բայց դուրս եկեք Արցախից։ Իրանք չէ, իրանք հալա շրջափակումից եկել են հասել տուն, եկել են հասել Լիվանիա։ Մնացածները մահացել 10 զինվոր փրկվել, այդ որ ասում են գորը մնացածները թե որ բոմբի տակ են, թե կորել են, թե սովից մահացել են, անհայտ են չկան։ Հա, անհայտ կորած են իրոքից, գորը եկավ, թե պապա արի փախչեն գնանք։ Ինքը շատ վախեցած էր, բիզին չկար, ասում տղա ջան ինչով գնանք, ոնց գնանք։ Ինքը ստենդը գնաց փնտրտուքների 5 լիտր բիզին վերեց, իրաց երկու ավտոն են, մեկը Mercedes, մեկը ինքն առել իր համար, մեկն էլ Opel, լցրեցին դեղ, ասեցին դե եկեք գնանք, ասեցի մամի ջան, արի գնանք, իրաց ավտոյում բան չի պետք, ես իրան հանել եմ դուրս, որ ինքը չտեսնի տունը, այն անասունները, այն ջերմոցները, մենակ 6 հատ ջերմոց ա եղել, ֆերմա ունեի, ամեն ինչ ունեի, առը էի ես զբաղվում, երեխա աշկին ցավ չտար, ոչ միտեղ հաց չկար, ես գնացել էի բունկերներից սորեն առետարել է, աղացել, վերել, գնացել էի անասունները բաց թողել, բայց հացի տեղը, ալյուրի տեղը բաց չեմ թողել, ասցի կարող վերադառնանք, խոզերի չմտնեն, ծրիտան թող մտնեն ջերմոցները ուտեն, արդեն աշնանային ցանասներն են ջերմոցներում, մնացած արդեն հավաքել ծախել ենք, էլ հավերա, բադերա, կրոլիկներա, ինչ ունեի բաց եմ թողել, երեխուն չեմ թողնում, որ մտնի տուն, մենակ 70, մենակ 15 միլիոն ես ծախսել եմ, 40 մետր փայտ եմ առել, վառելի գազ չկա, լույս չկա, որ տունը պարավո էր գցած, կացոլ էի առել, երկաթից սարքել տվել, բերել տրել, փայտ առել եմ, 3 տոննա ցորեն եմ առել, 3 տոննա գարի եմ առել, 3 տոննա թեփ եմ առել, 800 հատ հավիճոտ ա եղել։ Իսկ երբ որ թվում էր, թե արդեն ամեն ինչ գոնե հանդարտվել է ու այդ պահին Այդ արդեն արձակվեցին իրանք, ամեն ինչ ունեք, այդ 3 տարում էլ էլի աճեցրիք, էլի զարգացանք, էլի առաջ գնացինք,
Արդեն ես չեմ թողնում, որ երեխեն գա դուրս մնա, ինքը ագրոնոմիական ավարտել, ինքն էր հասկանում, այլ ուրիշ տեղ գնում էր նայում, վճարում էին իրան, ասի չեմ ուզում երեխեն, ասեցի դուք մնա դուրս մնա, ես գնում եմ տուն, գամ տնից ոչ մի բան չեք վերցրել, գիտեմ գումարենա բանկում, մենակ ոսկին եք վերցրել, ոչ մի բան, ինչ վերի, ոտովի հո ես չեմ շալակելու, ինչ տանեմ, տուն լիքն ամեն ինչ սարքած, հա, ինքան որ երեխեն տանեմ, ասեց մամ ջան, այդ պահին հարևանությունում, ասեց մամ ջան, լավ ավտո է առալ իրեն համար, ասեց մամ ջան, ընդ էլ ավտոն տանեք, միգուցե լա տնից բան չեք տանում, տաքսի քշեք գոլակը գնաք, ասեցի դե մամել ջան, որ բենզին չկար, արի երեխեք ավտոներով գնանք, այդ պահին մի նոր ալ եկավ հարևանի տունը քուրուներ, աղբերներ, իրան լցրել են, իրանց տնամեջը տանում են, ասում մամել արի օրալի հետևից կապեմ ավտոտ, գնանք քաղաք, կլինի, չի լինի, էլի կվարձանակ օրալի մեջ բան, եկանք, ու այս պահին տարածվեց լուրը, որ կա տարածվեց, եկակ տեսակ, ոչ մարդ ասեղ գցելու տեղ չկա։ Այդ բենզինի պահեստն։ Բենզինի պահեստն է։ Այսինքն բոլորով արդեն մեքենաներով գնում եք դեպի բենզինի պահեստ։ Մենք ճանապարհն է չի խորքն է, զորամասը խորքն է, падվալն էլ ավելի խորն է։ Որոշները ձեռները գալիս են, որոշները գնում են, որոշները արդեն քշում են, ով իմանար, թե այնտեղ կարող է տարակի արդեն մեր երեխեքը։ Ես այդտեղ ասեցի Գորջան, ես եմ ուզում գնամ, ասեցի, իսկ կյանքում մի ժամ առաջինան չեմ մնացել, որտեղ ինքը իմ շոուն է, իմ ջերմությունն է, ինքը միշտ իմ մոտ է, ես իրան ոչ մեկին չէի վստահում, միշտ ինձ հետ էր գնում, հաշվի, ես իմ մայրը, իրենք բանասիրությունը գրել եմ, ասում եմ, իմ ամեն ինչ, իմ ծնողներս, իմ ամեն ինչ, իմ շորս, մամվելը ինձ հետ շատ էր կապած, ես իր հետ շատ էի կապած, որ անդադ իր հետ էի, ասում եմ ես եմ գնում, փես են եկավ, որ ես խոսած գոռած, ասում եմ անհարմար չի, մի տան մնում եք, բոլորը գիտեն, որ դու իր մայրն ես, ասելով են, երկու տղամարդ թողել են, իրանք զոքաչնա գնացել կանիստրը ձեռը, բենզինա բերում, ես ինչ իմանայի, կարծես գուշակում էի, որ պիտի պայթեր, ասում եմ ես գնամ, գոռը եկել է, գոռ, բոյ հասնում էր, չգիտեմ որտեղ է, նենց, տատի ջան ասում է, այսքան տարի մնացիք իրա, դու ինձ չես վստահում ամելին, տատի ջան խես վիրավորում ես, բամո, չի սա գիտեմ, որ իմ քերս է, ես ոնց քեզ թողնեմ, դու այդ վիճակում հլա գնասի հյուծված, տանջված եք, հատարապել եք, իրա մասին, սաղ որ աշխատում է, ես տուն չէի գալիս, գիշերցերեք ես առուտուր էի անում, ոտով գալիս է Ստեփանակերտ Իվանյան, ոտով գալիս է մազից չափ ոտով եկել եմ, տրանսպորտ չկար, ես ոտով գնում էի իմ տեղը բացում առևտուր անում, ոտով գնում էի Իվանյան, տրանսպորտ չկա, որպեսզի կարողանամ ծախեմ, վերում էին հանձնում, ում սալարկա ուներ, ում բենզին ուներ, ով ոնց կարողանում էր, իմն էի քաղում սալարկով ուղարկում, փայտոնով նկարս ունեմ, փայտոնով էի արդեն դրանից հետո առևտուր անում, փայտոնի ձիի վրա դնում էի գաշիկներով վերում ծախում, փայտոնով հետ էի դառնում, որ գնում էի մեռած վիճակով, որ ես հալ չկար։ Մի խոսքով ձեզ թույլ չտվեցին մեքենայից իջնել։ Ինչ թույլ չտվեցին, որ ես խոսացին, չթողեցին։ Իրա գոռը հայրը եկավ, ասես գոռ իջի մեքենայից, մամվերի մեքենայով դուք գնացեք։ Գոռը մամվելը եւ ձեր փեսան, երեքով գնացին։ Չգնաց։ Երկու երիտասարդներով գնացին, դե ջահելներ են ասում, բոլորն հայրը որթե հետ է գնացել, որը կնկանգա հետ է գնացել, որը երկու եղբայրներով են գնացել, հաշվի իրանք եղբայրներ իրար հետ քնում էին, իրար շորեր հագնում էին, իրար մոտ է մնացել, իր հետ շատ մերված էին, այս հաշվում ես 3 տղա եմ կորցրել։ Գոռը մամվելի հետ գնաց, մին անձրև սկսվեց, ես կյանքում, ես այդպիսի անձրև, այդպիսի կայծակի ձայն չեմ լսել, որոտ, ամպերը նենց են գոռում, կարծես աշխարհը փուլ էր գալիս, այդ կայծակի հետ այդ պայթոնը եղավ, քիչ մնաց թե ուղեղներս ցնդի, պայթյունից մեզ կորցրեցինք, ջուր խմեցինք, չեք կարողանում մեզ հավաքեք, չեք իմանում թե այդ կայծակը էր, թե ինչ էր, որ այդ
կրակը բարձրացավ երկինք, էլի չենք իմանում, որ բենզինն է տրաքել, մենք չենք իմանում, թե հələ զորամասը հեռու է, հələ զորամասի պատվավների տակն է, որ կրակը տեսակ բարձրացավ, իմացակ, որ բանա տրաքել է, պայթե, բայց չենք իմանում, թե բենզինն է պայթել։ Ժողովուրդ են գալիս, որոնք գալիս են, որոնք չեն գալիս, այդ ադրբեջանական բանները գալիս են, ստապողությունները ծովում, ծկոթում, բա բենզինը պայթել է, դե ծովում եք, ծկոթում եք, թե երեխեքը որտեղ են, ինչ են, կգան ճանապարհին են, ինչ են, վատացել եք, այդպես է մնացել է մեր մոտը, կանայք եք մնացել, չի իմանում, տես գնա, դեն գնա, ինչ անեմ, ոնց անի, ասեցի, Սեստանում թողեմ հյուրանոցը, նա վերիժնի հյուրանոցը թողեմ, գամ տեսնեմ ինչ կա, որտեղ են, ոնց են, հայտարարեն արդեն, որ զոհեր կա, վիրավորներ կա, մեջը մարդ կա, հələ որ հայտնի չէ, ովքեր են, ինչ են։ Ու դուք լուրջ չունեք։ Չի, լուրջ չունեք։ Հա, հետո մենք գնացինք հասակ այնտեղ, Ֆեսուս հեռախոսի վրա զանգ եկավ, ինչ որ մամելն գորը դուրս են եկել, մի կերպ իրանք այդ անձիտեվից բաների այն գոլը ոնց եք ասում, որ ջուրը հավաքում է, այդ թափված անձրևների մեջ թափարտել են կրակը հանգցրել, իրաց կրակը հանգցրել, գորը վրա զանգել է, որ ես ինձ բերել են, ես դուրս եմ եկել ճանապարհ, ինձ ավտոյա տարել Դեսկի բալնիցա, բայց մամվելի տեղը չգիտեմ, մամվելը չգիտեմ ուր են տարել, գնում ենք հանրապետական հիվանդանոց, 3 հարկանից մոտ Սյամոյի սարկած, տաշի Սյամոյի սարկած, որ գնում եք Սևեն, լող վարված, լող մեկս միսից չեք ճանաչում, ով է ինչ է, մեկը ծնողին ճանաչում է, կանչում եք մամվելը տեղա, մամվելը ստեղ, մինչև մեռած, ոտերս ջարդված, չեմ կարողանում, որ այդ երեխուն ճարեմ, տեսնում եք սաղ վարված են, չեմ ճարում, հետո միկրոֆոնով իջնում եմ առաջի հարկ, հարցնում եմ չկա, մահացածների ցուցակը կարդում են, վիրավորների ցուցակը կարդում են, մնացածները չկա, ոչ մահացածների ցուցակում կա, ոչ էլ հիվանդանոցի ցուցակում կա, անհայտ է, չկա, այդ երեխան չկա, ասում են, որ շատերը բանի տակ խորտակվել են, այդ պայթյունի տակ խորտակվել են, հիմա չգիտեմ ինչ անեմ, շիվարած մնացել եմ գլուխս տալիս եմ այս պատին, այն պատին, եկել եմ հասել, որ պիտի գնամ գորեն տեսնեմ, հիվանդանոցի մոտ տեղան գնում եմ, փես են գալիս է, ասում է մի արի, երեխան եք վարված է, ասում է մի արի, երեխան տկլորա, գորը կանչում է, պալատից խափում, ասում է տատի, ասում է ես լավ եմ արխային մնա, բայց ես տկլոր եմ, մի արի, ամոթ է, ես ամաչում եմ, այն ինչ ենքան վարված էր երեխան, որ չուզես որ գնամ տեսնեմ, տեղ ուշաթափվում եմ, ինձ տանում են, փես են տանում աղջկաս մա հյուրանոց է տանում, գնում եք ընդեղ այդ աթոռների վրա, սոված ծարավ, տոնը լիք ամեն ինչով, տես մնում եք այդ հյուրանոցում, տեսնեք մամվելը որտեղ եք ճարում, գիշերվա ժամը 2-ի մամվելի հեռախոսը ավտոյում է մնացել հեռախոսից, ռուսի հեռախոսից զանգա գալիս, ինքը չէր հիշում, դուրս գալուց ես իրեմ եմ հեռախոսը կորցրել, մտել եմ տուն դուրս եմ եկել, ափալթափա չգիտեմ որտեղ եմ, փեսը հեռախոսն զանգում է, ասում է լաս լինելով, ասում է մամային ասա ես ողջ եմ, ես ինձ Ադրբեջանի բանը սկորոն տարել է Խոջալու Իվանյանի գոսպիտալում եմ, համել ասում է ես լրի մերկ եմ, շոր ես վարվել է, մամային կաս սարավոտը ինձ համար թող մին ձերք շոր բետև շոր եք վերցրել տնի տատավի, շոր վերցնի, որ ես հակնեմ գամ ձեր մոտ, ասում եմ գնում եմ, ասում եմ չէ, ես պիտի գնամ մամիլի մոտ։ Այսքան այդ ժամանակ արդեն ռուսները վերահսկում էին այդ տարածքը եւ ձեզ թույլ չեն տվել անցնել ամանվելի։ Ես եկա, ոչ այդտեղ չկար, ավտոները կանխես քիփեին, ոտով քաղաքից եկա, ես նորից Իվանյան, ինչքան խնդրում եմ, լաց եմ լինում, ռուսին ինչ-որ հայերեն եմ ասում, ռուսերեն եմ ասում, թուրքերեն եմ խոսում, Էմել է գել մեդի թուրքև ասում, չեմ կարա չեք թողնի, ասում եմ ես կմեռեմ, ես կմնամ ստեղ, ասում եմ ինչ ուզում ես արա, մեզ չեն թույլատրում, ասում եմ բա ոնց հանրապետական հիվանդանոցում թողում են,
Ասում մեզ իրավունք չունեք, արխայի մնայք, թե վիրավոր է, առավոտը վերտալյոտը կտանի կգնաս, գիշերը մնում եմ տեղ, բայց երեխեք խնդրեմ մամա, մի գնա մամա, որ ոչ չի գնա մամա, գնաց, ենքան դե մնացի, դրանց մեջ չգիտեմ ինչ վերահսկող կա բան կա, բայց խափեցին, երեգեմ ես մանու կարդացել ասեցին ենը առաջի վերտալյոտները, եկան Արայիկին, Արկադի Ղուկասյանի բանին տարան, բայց մեզ հայտարարեցի, որ նիդոտի պագոդա է, չեք կարողան մեր երեխեքի տեղափոխեք, այդ մարդը եկավ, իս խափեց, այդ ռուսը ասեց, առաջի պարտիան կարդաց Մամել Ավանեսյաններն հետները 16 հոգի տեղափոխել եք, իս խափեց, չգիտեմ խփել են, տարել են, չեմ կար ասեմ, միգուցե տարել են, բայց այն քանի օրը կարդացել եմ, Facebook-ում գրած էր, որ ադրբեջանացիները հետապնդում էին մեր Արցախի նախագահներին, ռուսը ուղեթերները ուղարկել է, իր զինանշանը կա, աստղը կա, կարմիր աստղը, իրանք պիտի դուրս գային, որ կարողանային հետո վիրավորներին հանեին, դրանից հետո վերտալյոնները բոլորին տեղափոխեցին, դե քանի օր մնաց գորը դեսկի բալինցում չեք իման, դե քան 5 օր մնացել ենք, դե 5 օր այդ ներեխերքը բոլորը լի, առած ոչ մի դեղորայքի մնացել են, դե մի տեղը ցավումա կամ վատանում մեզ բան առած դեղ ոնց կարած քամի տալով կամ խոսալով 5 օր մնացել ենք մենք Արցախում երեխաներն էլ թե դեղ են եղել թե տարել են էլ արդեն բայց անընդհատ հայրը գնում էր գորի մոտ գորը ճանապարհ էր մենք եկել 5 օր գորը մնացել է հիվանդանոցում հիմա եք հավատում որ մեզ խափեն է երեխերքը ուշ են տեղահանել միջև մեծամեծերը դուրս են եկել երեխեքն հետո են հանել դրա համար երեխաների շատը ճանապարհի մահացան եկան հիվանդանոցները մահացան Այսինքն երկուսին էլ գորին էլ մանվելին էլ տեղափոխում են Հայաստան այվածքաբանական դրանք բանից են ուղարկել Իվանյանից գորը վերջի պարտիան գորին է տեղափոխում որ սպասում եք որ իրաց տեղափոխեն որ մենք գան արդեն թուրքերը եկել են խառնվել մեր հետ հայ թուրք ճիշտ է մեզ չեն վնասում մեզ ինչ կար արդեն իրանք եկան էլ կանիստրներ, էլ չաներ, էլ բաներ, ինչքան ուզում ենք եկան խնդրում են ավտոն կա, երեխեն չկա, մարդ է գալիս խնդրում, որ ընտանիքով զորո բանով չգիտեմ հասել եք տեղ, ավտո չկա, որ մենք գնանք բանը, գնանք Հայաստան, պես են խոսած, ասեց աներոջս տղը ավտոն տամ, տարան կարմիր նենց վարգույնի բալի գույնի բենզին էր լցրինք ավտոները, բայց մեզ խափեցին, որ թե վիրավորներ են դե 5 օրը ճանապարհ եկանք 5 օր էլ եկել են մեռած վիճակով դրանից պայթյունից հետո այդ ավտոբուսները եկան ավտոբուսներից 5 հատ ավտոբուսա պայթյունից հետո որ մեջում մարդ կար այդ 100 ավտոբուսը ճանապարհ են հաշվում եք դատարկ գալիս են դատարկ ոզ գնում դատարկ գալիս են դատարկ մարդ չկա արդեն թուրքը եկել է բենզինը բաժանել է ավտոն բոլորը դուրս են եկել դա ավտոներ այսինքն վերջիններից եք որ դուք դուրս եկաք հա վերջի պարտիայից մենք դուրս եկանք այդքան օրն էլ եկակ միջև հասանք ստեղ տեղափոխվեցինք մինտեղ ճարեցինք վեշները բանը որ տեղափոխենք ասեցին զանգեցին մի անգամ էլ հեռախոսով ուրիշ հեռախոսով խոսած փեսու հետ ասեց շունչս չի հերիքում մամային ասել բայց լավ է բայց ես իրան ոչ տեսա հա ոչ չկարող ասել իմանա թե երբ ոնց օրը մնացիք տեղավորվեցիք որտեղ եկել եք իր անկերոջ տունը աֆիցիերի տունը ասեցի որ մեռնեմ է պիտի ինձ առավոտը տանես երեխուն տեսնեմ ասես նա քո տալի տղան բանը դեղ են չեն թողնում որ տեսնեն գորը հանրապետական հիվանդանոցում ակազիվացիա բանը ծանր հիվանդները տեղափոխել են այրվածքաբանական բայց ինձ ասել էին որ թեթևա առավոտը վերկացա ասեցի գոր այդ գիշերը մամելը մահանումա այդ գիշերը ջերմությունս ճնշումս բարձրանում է ասում եմ մեռնում եմ սկորոն գալիս է չեմ կարողանում որ ես փրկեմ մեռնում եմ ես բայց մամելը գիշերը մեռնում է ես չէի իմացել որ մամելը մահացել է մայրական սիրտը այդ տանտերը գալիս ասում է նոր է խոսացել է մամելը նա ճիշտ ասած ոչ մանում կա
Ոչ հեռախոս եմ նայում, ոչ կա, ոչ գիտեմ, բայց հույսով եմ, որ կլավ ամենը, բայց ես մերժում եմ, տափերը փոք են տալիս, մերժում եմ, միջալույս եմ մեռա, սկորում չգնաց, էդ օր ինձ ենքան կողքս մնացին, լսացավ, ասեցի, ես պիտի գնամ, ես իմ ամենին տեսնեմ, վերջով, չգնամ, ես իմ երեխու տեսնեմ, գնացի ճանապարհից հանգեցին, ասեցի, մորը մի բերեք, Մամենը մահացել է գիշերով, ես մայրական սիրտս երկու անգամ երկու ворդ կորցնելուս մայրական սիրտս գշակեց, հել չթողեցին, ես գրի Գորը դարա, քանի օր ապրեց, 50 օր ապրեց, 50 օր հետո էլ գորը մահացավ, 50 օր, ինձ տեղափոխեցին հանրապետական հոգեբուժարանի հիվանդանոց տարանից, մամենի թաղումից հետո նորից տարան հոգեբուժարան, հոգեբուժարանում ինչքան մնացիք, ես անգամ տիկին մորետա, երեմի 20 օր, չգիտեմ, մի ամիս, հետո տեղափոխեցին Երևանի հիվանդանոց, չէի կարողանում քայլեի, շարժվեի, անշարժ, ուռված, տեղ չէի գտնում, ինչ կտրվում էր, եկան թմրան թիրև տխել, ընդունել, ուռվել եմ, անդադ փչում եմ, հոգիս փչում, ուզում եմ, որ մեռնեմ, չեմ մեռնում, տեղափոխեցին ընդեղ, ասեցին, որ ես կնկանը թորը ծանր հանկարծ կապ ունենք, հանկարծ իրան չասեք, որ թորը ծանր վիճակում իրանք խոսում էին դեղ քույրերի հետ, որ ասեցին, որ գորը կոմայի մեջ հանգել, բայց որ մենք իրան չզանգեք, չասենք, իրան չասեք, քույրերից մեկը եկավ շուտ վազեց կողքս առավոտը շուտ, ասում լավ եք տիկի Մարիետա, ասեցի հա ինչ ա եղել, բան կա, ասում եմ աղջիկս չի զանգեց աղջիկս չզանգեց, ասում իրիկուն զանգելու, ասես գորը լավ էր, ասում բայց դու լավ ես, ասեցի հա լավ եմ, ասում կուզես գնաս աղջկատ մոտ, ասեցի հա կուզեմ, բայց ինձ չէին թողում, որ դուրս գարվեմ, ակայցի գորը մահացել, ասում եմ, որ ես ինձ խաղաղ կերպով ինձ ուղարկել, քիչ անց հետո զանգեցին, որ ասեցին գորը մահացել, ես վազեցի, որ երութ հարկի ես իսկցի պատուանի տակ, գորլալը վազեցի, քույրերը տևից եկան ինձ մռեցին, ասեցի ես չեմ ապրելու, գորն էլ մահացավ, տիկին մորետա, այնքան ուժ եք գտել ձեր մեջ, որ մինչև այսօր կարողանում եք ապրել, ես չեմ ապրում, հաշվետեսել եմ Մարին նկարը դրած այն երեխեքի մոտ, ես մահացել եմ իրանց հետ, դուք այստեղ Աբովյանում են, հա, բոլորը միասին, բոլորի ֆիլմներն Աբովյանում են, մասուկները չկա, երկուսին նամ էլին, բայց քարը դրել եք, այո, իմանն էլ հետը, եւ դուք երկար ժամանակ, ես գիտեմ, որ գերեզմանոցներում էիք, հա, լուսացնում գիշերում, այո, մինչև որ ձեզ նկատել էին ու մինչև որ այդ Կարիցի աշխատող ասես, միշտ նկատում էր, ես միշտ գնում եմ ընդեղ, ասում եմ, թին ընդեղ այս կինը գնաց չեկավ, այս կինը գիտեի, որ Արցախից ունող եմ, դեր գերեզմանոցն իմ երեխոք պատերը շարել, գիտի իմ մասի, հետո ասես, սաղորը որ սարի մոտ ինչ կարաս աշխատես, ասեցի ես, Հարավտարական եմ, սիցարի աշխատի, ես չեմ կար աշխատել, ես մենակ կարամ լացեմ, մենակ կարամ սկամ, իմ տեղը չեմ գտնում, ինձ Աբովյանի վարչապետը սպորտ դպրոցում տեղ տվեց, Խանութար մնացի, հետո հունվարի վերջին հանեցին, ասեցին պիտի ամեն մարդ կնա իր համար, ապրի չեք կարող արդեն, ի վիճակի չեք համել, պիտի դպրոցը գործի, Եվ դուք Վարչով բնակարան գտաք։ Գտա։ Բայց մինչև ձեզ նաև
գերեզմանատանը ծաղիկ վաճառելու առաջարկ արեցին, առաջարկեց, ասես այ գերեզմանասում ծաղիկ վաճառի, համել դե որտեղ ստեղ է, միշտ հանգստացնում էր, միշտ ինձ հույս էր տալիս մարդ ասած տեղը աղջկաս թային է 85 թիվ էր, բայց ինքը ուզում էր, որ ես չկործանվեմ, որդի էր որպես ես միշտ գրում եմ բոլոր տեղերն էլ ասում են դաժե իմ ելույթում որ մարդը գալիս ասում դու ինքինն ես որ ասում ես սարալանջ եմ աշխատում ասում այդ մարդը շնորհակալություն ասեք ոնց է քեզ հրկել ասես տիկի Մարիզա ուզես չուզես խափից ասես աստեղ սպասիր խանութում մնա ես տեղ եմ գնում գա դե փողը ճանաչում եմ գիտեմ բայց ես ուզում եմ փախչեմ ժամերով գնում ես չեր գալիս ոչինչ կասայա հաշիվ տվե ոչ ասելա որ էսա ոչ այնա բայց գները դրած է ասեցի դե մարդա որ էսա զանգում էի ասում էի Գևորգյա ես ուզում եմ երեխու միջը քարը դնելը նկար դնես որ ես գնամ տեսնեմ որ իր նկարն դեղա ասես ոնց ուզում ես բայց բոլորը այսքան փող արծում ինչ էլ որ արժենա դու նկար դիր որ դնում են գրատախտական ազգանը ես նկար եմ դրել դե ես ինչ ասել եմ ինքը շատ դե ջերմ ընդունել ոնց ուզել եմ ու հիմա արդեն ինչքան ժամանակ է որ գերեզմանատանը ծաղիկներ եք վաճառում արդեն 2 տարի ինչ եկել է ինչ այսօր աշխատում եք ինչ այսօր աշխատում եք վաճառում հանուն երեխաների դեր ես դեղ եմ չգիտեմ վարձով եք չէ բնական փոքրիկ սենյակում առաջ մնում էի այո առաջ մնում էի երրորդ միկրո ասեցին 2 հոգով մի աղջկա հետ էի մնում այդ աղջիկը ներառիթավորվեց ես արդեն նոր հոգեբուժարանից դուրս եկած չի կարողանում աշխատել Գագիկ Ծառուկյանը եկա տեսա միայնակ մայրերին ասես միայնակ մայր խոցված խումբ մայր տես կա ինձ նշանակեցին ինձ գումար փոխանցեցին քարտին ասես մինչև որ մենք ձեզ հանենք որպեսզի վարձով մնաք մինչև բան կորոշվի դե մինչև հիմա չի որոշվել ես չեմ բողոքում չեմ դժգոհում ինչ կլինի ոնց մնաս ասել հենց էլ ես խոսքը դրա մասին չի մի աղջիկա հետ մնացի այդ աղջիկը ինձ խաբեց ես այնքան որ ինքս ջուրեր տալիս կամ ես չի կարողանում իջնել ուրված էի չի կարողանում գերեզմանով գնայի прямо եկել եմ դու որ ինձ հավաքեմ գնամ որ գերեզման գնամ չեմ կարողանում որ գնամ այդ աղջիկը ինձ խաբեց թե 150,000 էիք տալիս ինձանից վերցնում է 70,000 30,000-ն էլ ինքնա դրել տվել է տան վարձը տվել արդեն ու ես ելքում մոտ կարեցի արդեն գնացի աշխատանք ինձ ասեցին դուք որտեղ եք մնում ես շենքից եք որտեղ ասեցի ստեղ հետո տանտերը իմացա եկավ այդ աղջիկը ամուսնացած աղջիկը ասեց չի կամաչում հանվարձով մարդ եք բամ համել կարելի այսպիսի մարդուց գումարս բոլորը ծախսեցի այդ աղջիկը վերցրեց այդ աղջիկը այդ 4 ամիս մնացել եմ 8 անգամ 740,000 դրամ այդ աղջիկը ինձանից վերցրեց ես մնացի առած գումար դուրս եկա տոմանի եկա չգտա գրեցի հանրակացարանն ռաստ եկա 80,000 էլ այդտեղ էր այդ փոքր սենյակի հիմա 80,000 եք տալիս 80,000 դրամ էր տալիս ասեցի կլինի իր խնդրեցի ասեցի կլինի մի քիչ տամ ներկայացա ասեցի սենց ասում այդ կին ասեցի մչի մախպորտուննա ասեց վա ես քեզանից ավելի վատանեմ վատ վիճակում եմ ինչի համար իջնեմ ասեցի վայ աստված իմ կարող ավելի վատ իրոք չէ ասեցի բայց ես ինչ ա եղել ինչ պիտի լինի ես ոչ կարողացա ամուսնանալ ոչ ընտանիք ունեցա ոչ երեխա ունեցա ես եմ դժբախտ դու ես դժբախտ կին նա մայր չի էլի նա մայր չի որ մայրս ասես լինի միգուցե ես կհասկանա ես էլի իրան երեցի ասեցի լավ դե որ Տիկին Մարիտա հիմա հոգեմետ տեղերով եք կարողանում ապրել հա ամիս ես ստանում եմ հետո որ վատացել եմ տալի են նորից ինձ աղի հանք ուրիշ տեղել են ավելացրել ասել եմ պիտի դրա 4-րդ մասը խմես 4-րդ մասը խմում եմ բայց դուք մարդկանց հանդեպ չեք չարացել Ձեզ հետ շփումներ այնքան բարի ջերմ խոսքերով եք բոլորին ես որ չարանում էի գարիկից հետո որ չարացել եմ ես տանից դուրս չեմ եկել ես չի կարողացել ասի ես չեմ կարող դեն շփվում այն մարդիկ ինձ կատեն մարդիկ իմ երեխու կանից են չտանից դուրս չեկա իմ ագրեսիվությունի միջև այդ դեղերով հանեցի հետո ես դուրս եկա այդ
օրերը որ սա Բոյանում ապրեցի ագրեսիվ է, ես չէի հեսարի ման չէի ճանաչում, դուրս չի գալիս։ Չէ, նույն եկել են հիմա իմ մարդ տեսակ են, չգիտեմ, ոնց կարամ փոխվեմ, չեմ կարամ փոխվեմ, համել իմ դիմացինս ինչի մեղադրել, ոչ որ չի ցանկացել, իմ երեխաները մարդասպան չէին, իմ երեխաները գողություն չեն արել, իմ երեխաները մարդկանց ով մեզ ճանաչում է, իրանք հավասար ինձ հետ ցավ են ապրում, ինչի չարանամ։ Հիմա ձեր աղջիկը որտեղ է ապրում, ձեզ հետ չի, չէ՞։ Իրանք Եղվարդում են ապրում, քանի որ իր այնտեղ քրնել է սովորել, իրանց երեխաները մայրական իրավունքներից զրկված է, իր կիսուրի իրան դեկորը 4 երեխաները ինքնանայում, կիսուրին ինքնանայում, ուրիշ թոռ չունեք։ Ջիտ աղջիկը երեխեքն է, 2 երեխին ամասել։ Եվս 2 երեխա, 2 տղաներից երեխա չունեմ։ Դե այդ թոռները ձեզ պետք է ուշ տան, որ շարունակեք ապրել։ Բաց չունեմ ասելու, ես մեկ ասես թե նայես թորները հաշվել լինի, երեխաներից վար հիշատակը պիտի պահեմ բարձր ու հպարտ, մեր հայ ժողովրդի, դուք եք մեր բալիկները, մայրը բոլորի համար կոչվում է մայր, ոչ մեկ մեղավոր չի, ոչ մի որդի մեղավոր չի։ Ես տեսնում եմ ինչպես եք միշտ շիրիմները այսպես առատ ծաղիկների մեջ պահում, միշտ ծաղիկները թարմ քարամի։ Ով այման թե ես ոնց եմ ապրում, ոնց եմ մնում, բայց ասեմ նաև ես համարյա Արցախի փողով եմ ապրել մինչև հիմա, այդ Արցախի կուտակած։ Դրանից 16 միլիոն գերեզման շիրիմների վրա եմ օգտագործել 3 անգամ 200 հոգանոց հաց ջուր եմ արել երեխուս համար։ Երեխեքի շիրիմները դες թարմ պահում եմ, գորենել նույնպես, ինչ առնում եմ երեխեքի համար, նույն օրը գիշերը բատարի հեռախոսի լույսով գնում եմ, գորին ճարում, վախը, վնասը, ամեն ինչը չորացել է իմ մոտ, չեմ զգում, երկաթի նման, իրաց նման քարացած ապրում եմ, բայց դառնում եմ էլի ապրած, ես չեմ դժգոհում, էլի դառնում եմ ապրած։ Շնորհակալ եմ շատ անկեղծ զրույցի համար, թող Աստված ձեզ ուժ եւ առողջություն տա, որ կարողանաք հաղթահարել։ Ես իրեմ բոլորի շնորհակալ, որ գիսում եք իմ ցավը, որ միջամտնում եք, որ ուզում եք ես ապրեմ ինձ համար։ Ոչ մի բան էլ կարևոր չի։ Դուք ձեր աղջկան, ձեր թորներին դեռ շատ եք։ Հա, ճիշտ է, ես իմ աղջիկը չեմ թողնի, որ եկավ խնդրեց գորի։ Մահացած օրը։ Մամջը խնդրում եմ, ասեց, զգուշացրեց, որ չասեց էլ մամ, խնդրում եմ, նա ինձ մենակ չթողեց, ռիսկը չարեց, ասեմ, որ ինքնասպանություն չգործի։ Մամ, խնդրում եմ, ինձ մենակ չթողեց։ Ասեց, չէ, դրանից հետո էլ նորից Դուք ուժեղ մարդ եք, որ այսքանը հաղթահարել եք, ուրեմն 40 տարեկան աղջիկս մազերը սպիտակած, սևազգեստ, ես ոնց կարամ իրանից հրաժարվեմ, իրա համարել եմ պայքարում։ Դե Աստված թող ձեզ շատ ուժ տա։ Ժառանգորդ չունեն, երեխա չունեն, կին չունեն, որ ասեմ մեկը կգնա, ոչ փոխարինող ունեմ, ոչ այցելող ունեմ, մենակ ես եմ բոլորի երեխաները համարել, դեղը որ գնում եմ Պանթեյանի մոտո, բոլորի մոտո լաս լինելով, վիզից ծառած լաս լինելով գնում եմ, անկախ թե Հայաստանի, Արցախի, բոլորը անմեղ երեխաներ են։ Շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրը դժվար ու դժբախտ ճակատագիր ունեցող Մարետա Ավանեսյանն էր։ Դուք եւս կարող եք հաղորդման մեկնաբանությունների դաշտում գրել ձեր պատմությունը։ Մենք պատրաստ ենք այն եւս ներկայացնել։